Մայասյան, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, ավանդույթի համաձայն շաբաթվա եւ վերջ ձեր խոսք եք փոխանցում, խնդրեմ ինչ եք առանձնացրել այսօրվա համար։ Այս երկու օրը մենք տեսանք, որ կալանավորվեց Արագածոտնի թեմի առաջնորդը, հոգևորականներին էին տարել քննչական 3 գետնին տապալելով բերման ենթարկեցին, այնուհետև ձերբակալեցին ու կալանավորեցին փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին, խնդրեմ այս թեմաները եւ դուք ինչ եք առանձնացրել։ Գիտեք, մինչև երևույթի սկսելը ես կուզեմ մի կադր ցույց տալ, եթե կարելի է իհարկե։ Սիրելի ժողովուրդ, ես ուզում եմ, որպեսզի դուք այս կադրերը տեսնեք։ Նայեցեք, սա 1992 թվականն է։ Մի րոպե կներեք։ Սա 1992 թվականն է, մայիսն է, երբ հայկական ուժերը հաստագրում են Բերձորը և կյանքի ճանապարհն են բացում դեպի Ստեփանակերտ։ Այստեղ կադրում են լեգենդար հրամանատար Ազոյանը և փառապած անպարտելի հրամանատար Աշոտ Մինասյանը։ Սիսական ջոկատը եղել է ըստ Վազգեն, ես բերեմ Վազգեն Սարգսյանի սպարապետի խոսքերը, եղել է հայոց կռվող ուժերի, հայրենիքը պաշտպանող ուժերի շտապ օգնությունը և որտեղ դժվար է եղել, որտեղ պետք է եղել, որպեսզի չեղքվի պարտության մատնի թշնամուն, օգտագործվել է սիսական ջոկատը, հրամանատարներ Ազոյանի և Աշոտ Մինասյանի հրամանատարությամբ։ Ազոյանը սիսական ջոկատի ընդհանուր հրամանատարն է, շտաբի պետն էր Մինասյան Աշոտը, իսկ հետագայում երբ Ազոյանը անցավ այլ ծառայության, Աշոտ Մինասյանը միանձնյա ղեկավարեց և հրամանատարեց սիսական ջոկատը։ Եվ կերտեց փայլուն հաղթանակներ։ Եվ այսօր այդ պիղծ, դավաճան, թրքասեր, արցախասպան, շիզոֆրենիկ, մանիպուլյատոր, հայասպան Նիկոլ Փաշինյանը դատել է Աշոտ Մինասյանին։ Գիտեք, բանակում չծառայած, հայրենիքի հետ ոչ մի կապ չունեցող դատախազն ու դատավորը 2 տարի կալանք են որոշել հերոս Աշոտ Մինասյանի համար։ Սա միայն մեկ կադր է, ես ուզում եմ մի քանի բան ասել։ Երբ Մարտակերտի ամենածանր օրերին հայկական ուժերը թողեցին Շահումյանը, Հաթերքը, Մարտակերտի մեծ մասը, գիշերը ուղղաթիռով Սիսիան եկավ Վազգեն Սարգսյանը և սիսական ջոկատի տղաներին ամեն ինչ խոստանում էր միայն տղաները 5 օր կարողանան Մարտակերտի անտառներում պաշտպանություն կազմակերպեն, որպեսզի իրենք ուշքի գան և կարողանան ուժեր կուտակել։ Սիսական ջոկատ, այդ թվում նաև ձեր խոնարհ ծառան, մեկնեցին Աշոտ Մինասյանի հրամանատարությամբ Մարտակերտ և Սպիտակի, Սևանի, Սիսիանի ջոկատները Օհանյան Սեյրանի, երբ ինչ-որ մի ոչնչություն Վահագն Ալեքսանյան ծաղրում է Օհանյան Սեյրանին, այդ ոչնչությունը իր ոչինչ տեղով չի կարող դա անել։ Օհանյան Սեյրանի հրամանատարությամբ ջախջախեցին թուրքական 2 ռազմական կալոնաներ, հետ նվաճեցին Ումուդլին, Հաթերքը, Սարսանքի ջրամբարը, Մեծշենիղ մեծ խաչմերուկը հետ վերցրեցին, ջախջախեցին թուրքին և դա հրամանատար Աշոտ Մինասյանի մեծագույն փայլուն ղեկավարման արդյունքն էր։ Եվ այսօր ամեն հայկականը դատող, ոչնչացնող այս Նիկոլ կոչված վիժվածքը դատում է Մինասյան Աշոտին։ Երբ Փառապանց Մոնթեն Ղարաբաղյան ուժերի միջոցով չէր կարողանում քարվաճառի օպերացիան կազմակերպել,
Նորից Աշոտ Մինասյանին խնդրեցին, որպեսզի Սիսական փառապանծ անպարտելի ջոկատով գնա եւ օգնի Մոնթեին։ Գանձասարից աններևակայելի ժայռակոպ լերը բարձրացան Սիսականի տղաները եւ կարողացան ջախջախել դիմադրությունը թուրքի, գրավեցին թունելը, Քարվաճարի թունելը եւ միացան Մոնթեի հարձակվող տղաներին։ Դա հրամանատար Աշոտ Մինասյանն էր։ Եվ այդ 10,000 հայ սպանած Նիկոլը, որ ասում էր, ոչ ոք չկասկածի իմ հրամանատարական ունակությունների վրա պարտված, պարտության մաղձը հայ ժողովրդին կերծրած Նիկոլը, ստորացման մաղձը հայ ժողովրդի վրա թափած Նիկոլը դատում է այդ հրամանատար Աշոտ Մինասյանին, ով Քարվաճարի հզոր մարտական գործողությունը, օպերացիան փայլուն ավարտի հասցրեց։ Ու դա բոլորը գիտեն։ Չունենալով ոչ մի ռազմական կրթություն պատերազմի ամենածանր օրերին, Վազգեն Սարգսյանի հրամանով Աշոտ Մինասյանը նշանակվում է նորաստեղծ Գորիսի բրիգադի մարտական գործողությունների գծով հրամանատարի տեղակալ, իսկ հրամանատարն էր փառապանծ Աֆղանստանի պատերազմի հերոս գեներալ լեյտենանտ Վալերի Նարիմանի Գրիգորյանը։ Այսօր Վալերի Նարիմանի Գրիգորյանին էլ է դատում Նիկոլը։ Նիկոլը չի ներում նրանց, ովքեր Թուրքի են հաղթել։ Եթե ինչ-որ մի հայ դա չի հասկանում դեռևս, որ Նիկոլը կատարում է Թուրքի բոլոր հրամանները հայ ժողովրդին վերջնական կործանելու համար, որպեսզի հետո ինքը փախնի Կանադայում 17 միլիոնանոց պալատում զղկտվի իր լաճերի հետ, հայ ժողովրդին թողնելով անպաշտպան, նշանակում են եւ Ֆիզուլի հորադիզի ծանր օրերին նորից Աշոտ Մինասյանին են նշանակում հրամանատար եւ Աշոտ Մինասյանը 15 կիլոմետր հետ է գրավում թողած դիրքերը եւ Կապանի հերոսական գումարտակը շրջապատման մեջ էր ընկել եւ հայերը ստիպված էին եղել նահանջել։ Աշոտ Մինասյանը ուժ էր, հզորություն էր, իհարկե Ազոյան Հովիկի հետ միասին։ Եվ այդ ուժն ու հզորությունը, որը տասնյակ փառապանծ հաղթանակներ է բերել հայ ժողովրդին, այսօր Նիկոլ Փաշինյանը դատում է, ոչնչացնում է։ Եվ ժողովուրդ, դու դեռ լռում ես։ Մի փոր լափի համար դու դեռ լռում ես։ Գոհորեսին Մանվել Գրիգորյանին սպանեց, ուղակի սպանեց, ծախու դատավորի հետ միասին։ Ծախու քննիչների հետ միասին։ Եվ դու ժողովուրդ լռում ես։ Հետաքրքիր գիտեք ինչն է, որ ժողովուրդը շատ բան չգիտի։ Մեկը 130 միլիոն դոլարով գնված կայքեջերը քարոզում են 11,000 դասալիկ եղել, Աննա Մեսելինա Աննան է հայտարարել այդ մասին։ Մեսելինա Աննա, իսկ ուրեն այդ քրեական գործերը 11,000 դասալիքի համար, թե Ալիևը 10,000 դասալիկ էր ասել, դու քանի որ քո տիրոջը, որի ձեռքից լապ ես վերցրել 5 միլիարդի տեսքով, ուզեցիր գերազանցել 1000-ով եւ ավել ասեցիր։ Հարճ Աննա, ուր են քրեական գործերը, եւ այսպես հեղինակազրկեցին, բայց մարդիկ չեն հասկանում, որ Աննան կրկնել է Ալիևի խոսքերը, որտեղ մարդիկ չեն հետևում Ալիևի խոսքերին, դա քիչ մարդիկ են հետևում եւ ասում, բայց հմեկ ինչ չեն հրավիր երբեք, որպես ես այս փաստերը Նիկոլի ամբավ թալանի, Աննայի ամբավ թալանի, Նիկոլի այս
քրեական հետապնդումների, որոնք 37, 36, 38 թվերին այդպիսի հետապնդումներ չեն եղել անգամ սովետական միությունում։ Իրականում չեն եղել։ Սա մի սարսափելի բան է։ Աշոտ Մինասյանին դատելով դու դատում ես հաղթանակը։ Դու բոլորին ցույց ես տալիս, որ հաղթողները պատժվում են երկրում, որովհետև համարձակվել են Թուրքի հաղթել։ Որովհետև թուրքը կարող է իշխանություն գրավել Հայաստանում, ինչպես թուրքական ապրանքներն են այսօր գրավել։ Ով չի հավատում, նայեք, թուրքական արտադրության էմբլեմը եւ ՔՊ-ի էմբլեմը։ Դրանք նույն ձեր սեղմումն է։ Նիկոլականները թուրքական ապրանքներ են, որովհետև այդ ապրանքների լոգոյի տակ են հանդես գալիս։ Եվ իրենք չեն թաքցնում։ Ապագան գելեչեք Դավութ Օղլու կուսակցության լոզունգներ, որը վերցրել, այսինքն Վաթան կուսակցություն, հայրենիք կուսակցություն, այսինքն Նիկոլա դրանով ասել է, որ այս երկիրը Վաթան է Թուրքի։ Եվ եթե ինչ-որ մեկը դեռ Նիկոլ է հավատում այդ ճնշումներից հետո, ես ապշած եմ։ Դատվում է մյուս գեներալ լեյտենանտը Փառապանց Մակարյան Անդոն, խելացի, հրաշալի, գիտեք ինչու է դատվում։ Որովհետև 8 կիլոմետր հետ քշեց Թուրքի Նախճիվանի հատվածում, 15 կիլոմետր ճակատով դիրքերը բերեց, պետական սահմանի վրա դրեց, ջարդ տալով թուրքական ուժերին, ցույց տալով, որ հայոց բանակը հզոր է, դե այդ ժամանակ այս դավաճանները դեռ չկային, բանակը դեռ հզոր էր, և դատվում է նրա համար, որովհետև ինքը լինելով գլխավոր շտաբի պետի տեղակալ, հրաման է տվել գնալ օգնության ռազմաճակատի գիծ։ Հրամանի ժամանակ մի քանի հոգի զոհվել են, օղորմի իրենց, հայրենիքի համար են զոհվել, բայց Մակարյան Անդոն պետք է գնալ ռազմերթը ապահովեր, թե ռազմերթի հետախուզությունը իրականացներ, շարժը իրականացներ։ Երբ այսօրվա ոչնչություն գլխավոր շտաբի պետը հայտարարում է սովետսկը մենեն կնահանջեն, իրեն չեն դատում, որ նա որպես գլխավոր շտաբի պետ իրավունք չունի հայկական ինքնիշխան տարածքում թույլ տալ ուրիշ երկրի զինված ուժեր ներգրավվածությունը եւ գրավումը այդ տարածքների, բայց ինքը թույլ է տվել, բայց չեն դատում։ Մակարյան Անդոին դատում են, ինչու որովհետեւ Մակարյան Անդոն հայրենասեր է, ջարդել է Թուրքին, Թուրքը չի ներում։ Երբ 21 թվականին ես հայտարարեցի, որ կազմվել է ցուցակներ, թե ովքեր պետք է ոչնչանան, բոլորը չէին հավատում։ Ուր են մեր գեներալ գնդապետները։ Բոլորը դատվում են։ Ուր են մեր գեներալ լեյտենանտները, բոլորը դատվում են, ովքեր Նիկոլի կողմից չէին։ Ես ասել եմ եւ ասում եմ, Նիկոլի կողմից ցանկացած հայ սպա, ով Նիկոլի կողմից պարգև ու սադիր է ստացել, ես թքել եմ այդպիսի սպայի պատվի նամուսի վրա։ Ես դες բոլորիդ էլ ճանաչում եմ։ Դուք արժանավոր լինելով դարձաք քծի, շինծու, քծնող ոչնչություններ։ Այն աշճանեք ոչնչացված, որ վախկոտ, դավաճան, դիրքերը լքած ու փախած սասունի նմաններին ենթարկվում եք։ Դատում են ձեր հրամանատարներին, իսկ դուք լռում եք։ Ես հպարտ եմ, որ եղել եմ Մինասյան Աշոտի զինվորը, Մինասյան Աշոտի Վաշտի հրամանատարը։ Ես հպարտ եմ, որ եղել եմ Վալերի Նարիմանի Գրիգորյանի հետախուզության պետը բրիգադի։ Ես հպարտ եմ դրանով, որովհետև ես կռվել եմ փառապանց հրամանատարների հետ, հաղթանակ կերտած, ազգը փրկած հրամանատարների հետ։ Բայց հպարտ չեմ, որ հայ եմ,
որովհետև իմ ազգի ներկայացուցիչները այնքան ոչնչություն են, որ թույլ են տալիս իրենց հաղթանակ կերտողներին, իրեն հաղթանակ բերողներին դատի մի շիզոֆրենիկ ոչնչություն, մի հատ պրոֆեսիոնալ ստախոս տականք։ Դատում են բոլոր հայրենասերներին, ցուցակով են դատում։ Գտել են անգլիական եւ թուրքական հետախուզությունը տվել է, թե ովքեր կարող են ազդել մարդկանց գիտակցության վրա։ Ձերբակալում են, դատում են, վախեցնում են, ցույց են տալիս թեփրը, հետո էլ կանգնում ասում են, գիտեք Նիկոլ Փաշինյան ինչու 3 թե 3 չի առաջ որ ասես ես տեղյակ չեմ, որովհետեւ վաղը մյուսը երբ այդ քննիչները, այդ 54 քննիչները, հետո այդ 54 քննիչներին, երբ քրեական գործեր հարուցվեց, նրանց նկատմամբ Նիկոլ ասում դե իրենք քննիչ են, երբ պարտականություն են կատարել, թող գնան պատասխան տան, ես ինչ գործ ունեմ։ Եվ դուք պատասխան եք տալու։ Սերունդ եք պատասխան տալու, քննիչներ, դատախազներ, դատավորներ։ Ես չգիտեմ այդ դատավորը կարող է մահմեդական է եղել կամ աղանդավոր է եղել, կամ բուդդայական է եղել, ես չեմ կարող ասել։ Բայց անիծվելու է եկեղեցուց, անիծվելու ես դու դատավոր։ Սրբերին դատելու համար։ Որովհետև համոզված ես, որ կեղծ է, շինծու է այդ մեղադրանքը։ Քրեադատավարական օրենսգիրքը եւ քրեական օրենսգիրքը Նիկոլը դարձրել է իր եւ իր պոռնիկի կմահաճույքի առարկան։ Որովհետև ինքը շատ լավ գիտի, որ Հայաստանի Հանրապետության դատավորների, քննիչների, դատախազների մի ճնշող մասը լափի մեռած, աշխատանքով մեռած ոչնչություններ են։ Ճնշող մասը։ Սա ցույց է տալիս իրականությունը։ Ցույց է տալիս իրականությունը։ Եվ օգտվելով դավաճանների, սրբապիղծների այս բանակի աջակցությունից Նիկոլ Փաշինյան անում է ամեն ինչ։ Չէ որ սրբազաններին դատացներ, դուք հո գիտեք, որ սխալ եք անում, դուք համոզված եք։ Ես կուզեի այդ կադրը, որ խնդրել է դա դնեք, ուղղակի խնդրում եմ։ Ես ուզում եմ պարզապես մի բան կարդալ ձեզ։ Մարիամ չեք դնում կադրը։ Ալլա շուքյուր Փաշիզադեի խոսքերն են։ Հայկական եկեղեցին մեծ սպառնալիք է ներկայացնում Հայաստանին հարևան տարածաշրջանային բոլոր երկրների համար։ Սա Ալլա շուքյուր Փաշիզադեի ծառաճորտ ստրուկ, չգիտեմ մահմեդական է թե քրիստոնյա է, բայց քրիստոնյա դժվար թե լինի, Նիկոլ տականքն է։ Հենց այդ հայտարարությունից հետո սկսեցին կաթողիկոսին քարկոծել, սրբազաններին ձերբակալեցին, որովհետև սրբազան հայրերը եպիսկոպոսները մեր եկեղեցու հենարաններն են։ Նա փորձում է եկեղեցական այդ բուրգը, որի գլխին կաթողիկոսն է, կտրել իր հենարաններից։ Եվ դա մեծ եկեղեցին կործանելու ամենա սարսափելի ծրագիրն է, որ տերը Ալաշուքյուր Փաշազադեն հրամայել է Փաշինյանը, որին Փաշինյանը ասել է ուղղակի այդ տականք սրիգան կատարում է։ ՄԱԿ-ում կրոնական կազմակերպությունների համաժողովի ժամանակ վերջերս մի քանի օր առաջ այս նույն թուրքը քոչվորը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության
եկեղեցին ռևանշիստական գաղափարներ է կիրառում եւ անմիջապես 2 օր հետո ձերբակալվեցին 2 եպիսկոպոս եւ հովվապետ նոր քրեական գործ հարուցվեց մի հուդա ոչնչության հայտարարության հիմքի վրա կազմակերպված իշխանությունների կողմից մի քանի կոպեկ են գցում մորը բռնաբարողին եւ այդ մորը սեփական մորը բռնաբարության փորձ իրականացնողը իսկույն հաղորդում է տալիս եւ մեր եկեղեցին թուլանում է եւս մեկ եպիսկոպոսով դուք հասկանում եք դա ինչ է կատարվում Դուք հասկանում եք դա ինչ է կատարվում։ Քրեական գործեր են հարուցում շինծու քրեական գործեր։ 2021 թվականին իբր թե միտինգին հարկադրելու այդ հոդվածը չի եղել քրեական օրենսգրքում։ Նման դեպքում մեղադրանք հետադարձ ուժ չունի։ 2021 թվականին միտինգներին, ցույցերին մասնակցության հարկադրանքը քրեորեն որոշված չի եղել եւ չի կարելի եւ հնարավոր չի իրավական որևէ հարթությունում քրեական գործ հարուցել այն հոդվածը, որը այդ ժամանակ գործողությունների կատարման ժամանակ եթե իհարկե կատարվել են բայց Նիկոլի համար ինչ տարբերություն Նիկոլական անուղեղ անասունների համար ինչ տարբերություն ովքեր քննարկում են ճիշտ է արել թե սխալ է արել այ ոչնչություններ հայոց եկեղեցին եղել է կա ու կմնա ձեր հոգիների մասին մտածեք եւ ձեր հոգին տվել եք սատանա ստախոս մանիպուլյատոր սրիկա պոռնիկ հատկություններով օժտված մարդուն ես ավելին ասեմ Այո, ես հիմա տեսնում եմ, որ երբ Հայաստանում գործող աղանդավորները նույն Բաքվում, այս նույն Փաշազադեի ձեռքն են սեղմում, ես հասկանում եմ, որ Նիկոլն ու աղանդները Հայաստանի բոլորը ուղղորդվում են եւ ղեկավարվում են Ադրբեջանից։ Ես հասկանում եմ դա։ Սիրելի ժողովուրդ Ես դիմում եմ նրանց, ովքեր հայ են եւ ոչ նիկոլական։ Նիկոլականը ես հայ մարդ չեմ անվանում։ Ով Նիկոլ է պաշտպանում։ Նա ես օրինակ թուրք էլ չեմ ասի, որովհետեւ թուրքը դա արժանապատիվ ազգ է։ Գնացեք մի որևէ մոլլայի փեշը քաշեք, ամբողջ թուրքերը կհավաքվեն ձեր դեմ։ Քո եպիսկոպոսներին դատում են, դու մեքենաներով հրճվալից ժպիտով պատտվում ես եւ քեզ համար միևնույն է դու պարտական ես հայոց եկեղեցուն ով քեզ 1700 տարի հայ է պահել ես բերեմ մի օրինակ որ երբ նրանք ովքեր հրաժարվել են հայոց եկեղեցուց ինչ են եղել 1410 թվականին Գրյունվալդի ճակատամարտում կռվել է լեհ լիտվական բանակի կողմում կռվել է 5000 հայ Ռեչ Պոսպոլիտայում յուրաքանչյուր 100-ից 1 զինվոր էին վերցնում այսինքն ապրել է 500-ից հասուն բնակչից այսինքն ապրել է 500-ից 1 միլիոն հայ 1629 թվականին Նիկոլ Թորոսիչ այդ Նիկոլ անունները միշտ հայերի համար ճակատագրական են, դրանք դավաճանների, փողով ծախվածների անուններ են։ Նիկոլ Թորոսիչ կոչվող եպիսկոպոս առևտրականի լակոտը 100 ոսկի վերցրեց Հռոմի պապից եւ բոլոր հայերին դարձրեց կաթոլիկ, փակեցին ուղղափառ դպրոցները եւ ճիզվիտական դասարաններ բացեցին եւ մեկ սերունդ հետո Լեհաստանում այլևս հայ չկար։ Մեկ սերունդ հետո դավանափոխ եղան եւ դադարեցին հայ լինելուց։
Այ հիմա նույնը փորձում են դավանափոխ անել հային եւ դադարեցնել հայելինի։ Հայոց եկեղեցին է մեր հիմքը, մեր ազգային հիմքը։ Կործանել է ամեն ինչ, Արցախ, հայրենիք, բանակ, տնտեսություն, հոգեբանություն, ազգային ոգի ամեն ինչ ոչնչացրել է։ Այսօր Հայաստանում իշխում են պոռնիկները, թուրքական հպատակները, ագենտները, լրտեսները, սորոսական ճիվաղները։ Իսկ հայերը գլուխները կախ, խոնարհված, պայքարի դուրս չեն գալիս։ Ավարտելով խոսքս ուզում եմ ասել, երբ ազգը լռում է, երբ իր հերոսներին դատում են, այդ ազգը դադարում է ազգ լինելուց։ Երբ ազգը լռում է, երբ իր հոգևորականին դատում են, ազգը դադարում է ազգ լինելուց։ Երբ ազգը իր պատմությամբ դադարում է հպարտանալ եւ սովորել, մեկ սերունդ հետո ոչխարների հոտի է վերածվում։ Հայ ժողովուրդ, ոտքի, պայքարիր եւ հաղթիր։ Նիկոլը եւ նիկոլականները դրանք թուրքական դրածոներն են, ովքեր ստերի միջոցով փորձում են քեզ ծնկի բերել։ Բոլոր նիկոլականները հաջորդ հաղորդման ժամանակ ես կասեմ, դոլարային միլիոնատերեր են դարձել։ Բոլոր առանց բացառության։ ՔՊ-ականները արևոտ կոռուպցիայի հրաշքներ են ցուցաբերում։ Հրաշքներ։ Եվ սուտն ու կեղծիքը այնքան բաներ ֆեյքեր կան, այնքան կայքեր են բացել նիկոլականները, դուք չեք պատկերացնի։ Եվ մեկ ինչ որ մեկը ասում է Ռոբերտ Քոչյանը հայասպան է։ Ես ուզում եմ նշել, Ռոբերտ Քոչյանի օրոք հայոց բանակում 92 զինվոր է մահացել։ Բոլոր պատճառներով։ Բոլոր հիվանդությունից սկսած մինչև սպանություն կամ թուրքի ադրբեջանցիների կողմից սպանություն։ 92։ Նիկոլ Փաշինյանի այդ 7 տարիների ընթացքում 13000 հայ է սպանվել։ Պրիվետսոնան մոռացել եք, որ հաղի կնոջ իր երեխայի հետ ճզմեցին ու անցան, դա Նիկոլը չէր արել։ Նիկոլն ասում է, դա ես չեմ արել, դա վարչապետի շարասյունն էր։ Դե Ռոբերտ Քոչյանն տղային չէր արել։ Ռոբերտ Քոչյանի թիկնապահներն էին արել, վարչապետի նախագահի թիկնապահներն են, նախագահը չէր արել։ Սորոսական տականքներ, այսպես կոչված իրավապաշտպան վիժվածքներ, ուր եք դուք։ Ուր եք դուք սորոսական վիժվածքներ, թե փողը ձեզ տալիս են Նիկոլ պաշտպանելու համար։ Պատասխան եք տալու։ Երևան Today հրապարակել է դեռ 19 թվականին թե ինչքան փող եք լափել։ Դրանից հետո ինչքան եք լափել։ Այդ բոլորը հետ եք տալու ազգին։ Ձեր արյան հետ միասին։ Թեկուզ շների եւ բորենների արյունը այս ազգին այլևս պետք չէ։ Ավարտելով խոսքս ասում եմ, բոլորս պայքարենք անօրինական, շիզոֆրենիկ, թուրքահպատակ, դավաճան կապիտուլյանտ Նիկոլի եւ Նիկոլի 300-ից բաղկացած ոհմակի դեմ պայքարում։ Միավորվենք եւ փրկենք անմեղ, անօրինական, դատապարտվող եւ մեղադրվող Հայաստանի Հանրապետության արժանավոր իսկական քաղաքացիներին։